Հարգելի գործընկերներ, ես չեմ կասկածում, մենք հաղթելու ենք և տեսնելու ենք մեր երազանքի Հայաստանը, ուժեղ, բարեկեցիկ ու ապահով։ Դա չի լինելու միայն արտաքին ինչ-ինչ բարենպաստ պայմանների արդյունքում։ Դա անելու ենք մենք ինքներս և անելու ենք մեր հաշվին։ Այդպիսի մեծ գործեր անելու համար հայ ժողովրդի մտավոր ու բարոյական լիցքերը բնավ սպառված չեն։ Ճիշտ հակառակը, մենք ունենք այդ լիցքերը ստանալու հզոր աղբյուրներ թե մեր հեռու և մոտ անցյալում, թե մեր շուրջը։ Երբ Լեոնիդ Ազգալջյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ, նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը, սա Հայաստանն է և վերջ։ Սա Հայաստանն է։ Սա Հայաստանն է, որտեղ մենք սերունդ ենք մեծացնում։ Այդ սերունդը լինելու է մեզնից ուժեղ, թե մտավոր, թե ֆիզիկական, թե բարոյական առումներով։ Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը և կանխելու նրանց թռիչքը։ Նրանք լուրջ անելիքներ ունեն և անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը, սա Հայաստանն է և վերջ։ Սա Հայաստանն է, որտեղ մենք կազմավորել ենք պատկառելի զինուժ և որի հետ այլևս կատակ չեն անում։ Նա է մեր ապահովության, անվտանգության և հարատևման երկաթե խարիսխը։ Սա Հայաստան է, որից տրամաբանությունը չմթանգնածները զգուշանում են։ Գիշերվա կեսին լեռների ձյան մեջ կանգնած երիտասարդ զինվորն իր կեցվածքով ասում է բոլորին. սա Հայաստան է և վերջ։ Ով իրավունք ունի նրա թիկունքում նրա Հայաստանը ջլատել։ Ես էլի եմ ասել, ուշ հասկացողների համար կրկնում եմ, ոչ ոք իրավունք չունի։ Համբերությունը, ներողամտությունը և հանդուրժողությունը նույնպես սահմաններ ունեն։ Այդ սահմանները մենք արդեն հստակ գծել ենք, դրանք Հայաստանի օրենսդրության սահմաններն են։ Չմոռանանք, սա Հայաստան է, որին հետևում են միլիոնավոր սփյուռքահայեր, հետևում են հույսով, երազանքով, դրական տեղաշարժերի ակնկալիքով, երբեմն հետևում են խոշորացույցով, խանդավառվում և հիասթափվում են մեզ հետ միասին, ճիշտ են անում, հայրենիքի ուժը մեծ ուժ է։ Մի օրինակ հիշեմ, մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է։ Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը։ Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ։ Մենք մեր հաջողություններով իզորու ենք հայության գիրկը վերադարձնել նույնիսկ նրանց, ովքեր այսօր ուծացման ճանապարհին են։ Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան. մարդիկ պետք է ոչ թե ամաչեն, այլ հպարտ լինեն Հայաստանի նկարագրով, իսկ այդ նկարագիրը պետք է կերտենք մենք։ Ֆրանսահայ թե սիրիահայ, միևնույն է, գիտակցում է, որ բոլոր խնդիրներով հանդերձ սա Հայաստան է և դրանով ամեն ինչ ասված է։ Այո, հարցեր շատ կան, բայց կա հարց լուծողը, և հարց լուծողը մեր ժողովուրդն է, Հայաստանի տերն ու ժառանգը։ Այն Հայաստանի, որ այսօր ոտք է դնում իր համար նոր պատմական դարաշրջան։ Պարտադիր չէ, որ այդ նորը հեղափոխությունների կամ պատերազմների ճանապարհով գա։ Լուրջ առաջընթաց արձանագրած երկրների փորձը միարժեքորեն ցույց է տալիս, որ ջրի բերածը ջուրն էլ տանում է։ Մնայունը խաղաղ և արդյունավետ աշխատանքով ստեղծվածն է։ Մենք այդ հուսալի ճանապարհի վրա ենք, մենք հենց դա ենք անում։ Ես ասում եմ,
հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում եւ կենցաղավարության մեջ։ Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պտուղներ տան։ Արդեն սկսում ենք վերջնախաղը, հաղթական վերջնախաղը։ Սա նոր Հայաստան է եւ վերջ։ Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ։ Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ։ Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ։ Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է եւ վերջ։ Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է եւ վերջ։ Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաեւ հունոտիքը իր վրայից թափող նոր պատմություն կերտող Հայաստան է եւ վերջ։ Կեցցե Հայաստանը։ Առաջ դեպի ապահով Հայաստան։ Շնորհակալ եմ։